Ողջույն, սիրելի բարեկամ։ Ուղղակի ուզում եմ քեզ հետ կիսվել, թե ինչպես ես կարողացա գտնել իմ կյանքի իմաստը։ Երկար տարիներ առաջ էր։ Ես շատ հարցեր ունեի այս կյանքի վերաբերյալ, օրինակ, ո՞րն է այս կյանքի իմաստը, ինչու եմ ապրում այստեղ, ուր եմ գնալու, ինչ եմ ինձ հետ տանելու։ Հարյուրավոր թագավորներ են եղել, մեծամեծ հայտնի աշխարհահռչակ մարդիկ, ինչ են իրանց հետ տարել, հիմա որտեղ են իրանք։ Ալեքսանդր Մակեդոնացին իր ժամանակվա աշխարհը գրավեց, բայց դատարկաձեռն էս աշխարհից գնաց։ Սենց հետո էլի հարցնում էի, ասում էի, լավ ես խեմ մահանում, ես չեմ ուզում մահանամ, չեմ զգում, որ պիտի մահանամ։ Հատկապես երիտասարդ տարիքում մարդ չի զգում, չէ՞ որ ինքը պիտի մահանա։ Կամ ինչ մեղք ունեմ, որ մարդ մահանում է, ինչն է պատճառը։ Ու սենց հարցեր, եւ մի օր մի գիրք էի կարդում ու կարծես այդ հարցերի պատասխանը մեջը գրած լիներ, որ օրինակ ես հասկացա, որ Աստված մարդուն ստեղծել է, որպեսզի մարդը Աստծո սերը վայելի եւ Աստծո սիրո մեջ ապրի եւ ինքն էլ Աստծուն սիրի եւ մարդկանց սիրի եւ հավիտենապես Աստծո հետ լինի։ Մարդը ստեղծված չի եղել, որ մեռնի, բայց հասկացա, որ մեղքի պատճառով է մարդ մահանում։ Բայց ինչն է հետաքրքիր, ես էլ ասում եմ, լավ, եթե մեղքի պատճառով է, հա, Ադամն ու Եվան մեղք գործեցին, բայց ես ինչ մեղք ունեմ, որ այդ մեղքը ժառանգաբար եկե փոխանցվել է ինձ։ Այդ հարցի պատասխանն էլ կար գրված, որ Հիսուս Քրիստոսը եկավ աշխարհ, իմ փոխարեն խաչվեց, իմ մեղքերի բոլոր պատիժը վերցրեց իր վրա, խաչին գամեց եւ ինձ ազատեց այդ ժառանգական մեղքից ու ամեն տեսակի մեղքից, եւ Քրիստոսի արյունը ինձ մաքրում է ամեն մեղքից։ Ու իմ սիրտը շատ փշրվեց այն փաստից, որ այս աշխարհում մեկը կա, ով ինձ այնքան է սիրել, որ ինձ համար իր կյանքը դրել է։ Եվ այդ պահին հենց տունը մենակ էի, տենց երբ որ այդ ինֆորմացիան եկավ իմ սրտի մեջ, ես գիտակցեցի, որ ես իմ արարչի կարիքը ունեմ, եւ տունը հենց մենակ ծունկի եկա ու ասեցի Տեր Հիսուս, արի իմ սրտի մեջ, ես հավատում եմ, որ դու իմ համար ես խաչվել, իմ փոխարեն ես խաչին գանվել եւ քո կյանքը դրել։ Խնդրում եմ իմ մեղքերը ներիր եւ արի իմ սրտի մեջ դարձիր իմ Տերն ու Փրկիչը։ Գիտեք ինչ եկավ։ Իմ սրտի մեջ եկավ խաղաղություն, ուրախություն, սեր, իմ սենց ուսերիցս միացած ծանր բեռ բենաց, ու ինձ թվա իմ մեջ լուսավորվեց, ես զգացի, որ ես նոր մարդ եմ դարձել։ Ու ես շնորհակալ եմ Աստծուն, որ դրանից հետո Աստծո ներկայությունը, Աստծո Սուրբ Հոգով, որ եկավ իմ սրտի մեջ, հիմա ես վայելում եմ։ Հիմա ես գիտեմ ով եմ, ես Աստծո որդի եմ, ես գիտեմ ինչու եմ այստեղ, որպեսզի սիրեմ Աստծուն ու սովորեմ սիրել մարդկանց եւ քայլեմ Աստծո սիրո մեջ, եւ ես գիտեմ ուր եմ գնում, ես գնում եմ դեպի Աստծո արքայություն։ Եթե հենց հիմա այստեղ աշկերտս փակեմ, Աստծո արքայության մեջ եմ բացելու։ Աստված օրհնի քեզ, սիրելի բարեկամ, հիմա է ժամանակը։